Հայատյացություն կամ արմենոֆոբիա։ Այս գործոնը տասնամյակներ շարունակ եղել է Ալիևների զենքը, իշխանության մնալու և ադրբեջանցիներին իշխանության շուրջը համախմբելու համար։ Ադրբեջանի իշխանությունները հայերի նկատմամբ առանձնակի դաժան լինելով փորձել են իրենց բռի մեջ պահել երկրում ապրող ազգային փոքրամասնություններին, որպեսզի նրանք ապստամբություններ, հեղաշրջումներ չանեն։ Քաղաքագետ Արա Պողոսյանը նշում է նաև երրորդ գործոնը։ Ադրբեջանը խնդիր է դրել հայերի նկատմամբ էթնիկ զտման, ցեղասպանության քաղաքականությունը միջազգայինորեն լեգիտիմացնել։ Այս երեք գործոններով պայմանավորված իրենց անհրաժեշտ էր այսպիսի դատական ֆարս, որը վաղը չէ մյուս օրը արդեն կդառնա ադրբեջանական քարոզչական հիմնական գործիքներից մեկը։ Հիմա երբ ֆորմալ առումով այս երեք խնդիրները իրենք լուծված են համարում, ես կարծում եմ կա մեծ հավանականություն, որ այժմ արդեն սա կդառնա քաղաքական, այսպես ասենք, շուկայական սկզբունքներով գործող բանակցությունների առարկա։ Խոսքը առևանգված և Բաքվում ապօրինաբար պահվող հայերի մասին է, որոնց համար Բաքուն առավելագույն պատիժ սահմանեց։ Եթե առաջին փուլում օրախնդիր էր իրենց համար պահել գերիներին, մինչև ֆորմալ դատական ֆարսի իրականացումը որպես այսպես ապացուցողական ակտ, ապա այժմ արդեն դրա անհրաժեշտությունը մեծ հաշվով չկա։ Հիմա իրենց համար կարևոր է արդեն գերիների դիմաց առավելագույնը ստանալու, բնականաբար Հայաստանից ստանալու շատ մեծ բան չկա, այժմ ես կարծում եմ այդ առևտուրը քաղաքական տեղի կունենա հատկապես Միացյալ Նահանգների և ադրբեջանական իշխանությունների միջև։ Մինչև դատավճիռների կայացումը գրեթե 100%-ով վստահ էի, որ Բաքուն մեր գերիներին չի վերադարձնելու, նշում է Արա Պողոսյանը։ Ոչ թե իրենց համար կարևոր է, որ այս մարդիկ մնան Ադրբեջանում պատիժ կրելու, այլ կարևոր է, որպեսզի ստանան հերթական քարոզչական գործիքը, որը հետագայում կօգտագործվի Հայաստանի դեմ։ Հիմա արագացնելը սա ես կարծում եմ ունի և լավ և վատ կողմ։ Լավ կողմը այն է, որ այժմ գերիներ պահելուց առավելագույն շահ ստանալու խնդիր չկա տեսական իմաստով, գործնականում այդ շահը մեծապես կախված է նրանից, թե ինչ կստանան Միացյալ Նահանգներից կամ այլ շահագրգիռ կողմերից, որպեսզի ազատ արձակեն գերիներին։ Մինչ Վենսի այցը Բաքուն դատական ակտերը միտումնավոր է արագացրել, դատարանի որոշումները արագ հրապարակել, որպեսզի ԱՄՆ պաշտոնյայից ինչ-որ բան պոկի։ Պատահական չէ, որ հենց Վենսի այցելության նախօրեին այսքան շատ նամակներ հղվեցին և թեման բավականին ակտուալ դարձավ։ Կարծում եմ սա ինչ-որ չափով հավանականությունը բարձրացնում է, որ Բաքվում կլինի առևտուր այս մասով, և եթե Վենսը իրականում նաև Հայաստանի իշխանությունների կողմից որոշակի ազդակներ ստանա, ես կարծում եմ այս հարցի մասով որևէ դրական տեղաշարժ հնարավոր է։ Փաշինյանին կհետաքրքրի գերիների վերադարձը։ Այս հարցում նա սեփական շահը պիտի տեսնի, որքանով է այն նպաստելու ընտրություններին իր վերարտադրվելուն։ Եթե այդտեղ կլինի քաղաքական շահ, ես կարծում եմ հետամուտ կլինի։ Եթե դա իր համար կստեղծեն հավելյալ խնդիրներ, ապա գոնե թե ձեռնպահ կմնա որևէ գործողություն այս ուղղությամբ կատարելուց։ Հիշում ենք օգոստոսի 8-ին, երբ որ Թրամփը առաջարկում էր դիմել Ալիևին, կարծիք հայտնելով, որ դժվար թե Ալիևը իրեն մերժի, հիշում ենք, որ Փաշինյանը խնդրեց, որպեսզի դա չներառվի այդ հարցը։ Այսինքն այստեղ բացառապես գործ ունենք քաղաքական իշխանության մնալու և վերարտադրվելու շահի հետ։ Այդ շահի տեսանկյունից այդ պահին ինչպիսի հարմարություն կլինի, այդպես էլ ես կարծում եմ կվարվեն։ Առաջիկայում Բաքվում պահվող մեր հայրենակիցները դառնալու են առևտրի առարկա Բաքու, Երևան, Վաշինգտոն համագործակցության, նաև Հայաստանի իշխանությունների քաղաքական շահերի համատեքստում։